Անհրաժեշտ է, որպեսզի կոնֆլիկտը շարունակվի տեղ ունենալ, իրենց անհրաժեշտ է, որպեսզի Գարեգին II նաև շարունակի պայքարել Նիկոլ Փաշինյանի դեմ կամ իշխանության այլ ներկայացուցիչների դեմ, եւ նրանք խոսում են դրա մասին։ Ես ցանկանում եմ մի շատ հետաքրքիր կանխատեսում անել։ Եթե հանկարծ ստացվի այնպես, որ Գարեգին II փոխի իր քաղաքական տրամադրությունները եւ սկսի պաշտպանել Հայաստանի իշխանություններին, այդ մարդիկ սկսելու են խոսել Գարեգին II-ի դեմ, որովհետեւ այդ մարդկանց համար կարևորն այն է, որպեսզի իշխանություններին քննադատեն։ Ով իշխանությունների կողմից է, իրենց դեմ է, ով իշխանությունների դեմ է, իրենց կողմ է։ Մոտավորապես իմ թշնամին իմ բարեկամն է տրամաբանության մեջ։ Այսինքն Գարեգին II-ը եթե քաղաքական հայացքները փոխի, կփոխվեն նաև ընդդիմադիրների այս տրամադրությունները։ Բազմաթիվ դեպքերում մենք տեսել նման դրսևորումներ, երբ մարդիկ են եղել, ովքեր եղել են այս իշխանությունների կողմնակից, հետագայում սկսել են ընդդիմադիր հանդես գալ եւ այդ դաշտից շատ շատերը այս մարդկանց ուղղակի մեծարել են եւ հայտարարել են, թե նրանք վերադաստիարակվեցին կամ դարձան ինչ-որ, կարող եմ մեկ օրինակ բերել, օրինակ ՀԱԿ-ի շարքերում կան մարդիկ, ովքեր քաղաքական տրամաբանությունից դուրս ինչ-որ բաներ են անում, բայց այդ մարդիկ դարձել են երկրպագում են հենց ՀԱԿ-ի ներկայացուցիչներին։